Անուն Հոր և Որդվո և Հոգուին Սրբո ամեն։ Ինչ հրաշք պիտի գադարես, որպեսզի տեսնենք և հավատանք քեզի։ Հարցումը, որ իր մեջ գասկածը գհարաճացնե և գասկածի մթնոլորտը գստեղծե Հիսուսի շուրջ համախմբվողներուն։ Այսօրվա ջաշու ավետարանեն առնված այս հատվածը, սիրելի հավատացյալներ, Հովհաննու ավետարանի 6-րդ գլխու մեջ արձանագրված է։ Հատկանշական գլուխ մնե Հովհաննու ավետարանի 6-րդ գլուխը, լավապես այս բնապանը հասկանալու և ըմբռնելու համար հարկ է, որ կանիմը համարներ ետև երթանք և տեսնենք, թե ինչ էր մթնոլորտը, ինչ վիճակ գտիրայր այդ օր Հիսուսի շուրջ և ինչու այս հարցումը ուղղվեցավ Հիսուսի ժողովրդին կողմէ և հատկապես գսե փարիսեցիներուն ու տբիրներուն և օրենքի ուսուցիչներուն կողմէ, թե ինչ հրաշք պիտի գործես, որպեսզի հավատանք քեզի։ Հովհաննու ավետարանի 6-րդ գլուխը կսկսի 5000 հոգիներու գերագրումով։ Մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի երկրավոր կյանքի աշխատանքային ամենաերկար օրերեն մին էր։ Այդ օրը առավոտ գանուխ գսե Հիսուս լեր բարձրացավ աղոթելու, սակայն ժողովուրդը զինք հանգիստ չձգեցին, հետևեցան իրեն և նկատեց գսե, որ ժողովուրդը կնմաներ հոդիմը, որ հովիվ չունի, որովհետև հովիվները այլ բաներով սպաղած էին և ձգած էին ժողովուրդը իրենց ճակատագրին և իրենց վիճակին։ Հիսուս սկսե գտած անոնց վրա և սկսավ իր աշխատանքին։ Մեկ կողմեն գբժշկեր հիվանդները, մյուս կողմեն գքարոզեր իր երկնքի արքայության մարգարիտները գպաշխեր ժողովուրդին։ Եվ գսե, երբ իրիկնամուտ եղավ, առաքյալները ասին, վարդապետ, այս ժողովուրդը առավոտ գանուխեն իվեր քեզի հետ են, արիտ տուր իրենց, որ երթան և ջաշ ապահովեն։ Հիսուս գմերժե այս գաղափարը առաքյալներուն, թե ժողովուրդը երթա և ջաշ ապահովե, գսե դուք տվեք հովիվի բարդականությունն ու բարդավորությունը գմատնանշե Հիսուս, դուք տվեք անոնց։ Բնականաբար պատմությունը հստակ է մեր բոլորին, թե կանիմը ծուկ, կանիմը նգանակ հաց գսե գերագրեն 5000 հոգին, բացի գիները և փոքրիկները, որով այդպես էր նախաքրիստոնեական շրջանին, փոքրիկները և գիները մարդահամարի մեջ դեղ չունեին։ Ապա գսե 12 զամբյուղ փշրանք ավելցավ և Հիսուս իր առաքյալներուն ասավ, կացեք, ես պիտի աղոթեմ դակավին։ Օրվա ավարտին անպայման Հիսուս գարանցնանար հոր հետ միասին և գաղոթեր։ Միջոցին գսե առաքյալները նավ բարձրացան ու սկսան երթալ դեպի Կափառնայում։ Հոն երկրորդ դեպքը կպատահի, որ Հիսուս ծովին վրայեն քալելով գահսնի առաքյալներուն, գիտեք,
բատնությունը եւ ապա Գապառնայումի մեջ գահանտիբին արաքյալները եւ մեկ օր առաջ լերան վրա գերագրվողներեն անհավատներ եւ ծրիագերներ կացած էին Գապառնայում եւ Հիսուսի շուրջ համախմբված գուքան գարցնեն վարդապետ տուն երբ եկարոս նավուն մեջ չէիր վարդապետը ամիջավս գահասկնա թե այս մարդիկը ինչու Հիսուսը գպնդրեին ինչու զինք գպնդրեին գսե գիտեմ ինչու գպնդրեք զիս որովհետև երեք դուք այդ 5000-ին մեջն էիք որ գերագրվեցաք այսօր եկած եք գրգին գերագուր պնդրելու գսեմ ցեզի որ կացեք մնայունը պնդրեցեք եւ ոչ թե կնայունը որովհետև այդ մարդիկ մեկ օր առաջ լերան վրա գերագրվեցան ապա Հիսուսի հետևեն գտարնային որ ամեն օր Հիսուս իրենց ջաշ ապահովե եւ իրենց հորը գշտացնեն բայց Հիսուս հոս իրենց դիմաց նոր խաղապար մը գփանա մնայունի եւ կնայունի մասին գխոսի գսե կացեք գործվածը չպնդրեք որովհետև կնայունը միշտ գործված գլա ալ մնայունը պնդրեցեք որովհետև ցեզի հավիտենական կյանք պիտի տա հարցուցին թե ինչ է մնայունը մնայունը այն է սավ որ երկինքեն իջած հացը ջաշակեք որ ես պիտի դամ ցեզի Սուրբ հաղորդության խորհրդանիշն է գաղափարն է որ Հիսուս մեջտեղ գտնե որ մնայուն է մարդուս հոգևոր արժեքները ամրապնդելու եւ հաստատելու իր հավատքը ավատարնալով անոնք կսեն մեր մարգարեն Աստվածաշունչի մեջի առաջին մարգարեն Մովսես մարգարեն անաբադի մեջ կսե մանանա դեղացուց երկինքեն եւ ժողովուրդը գերագրեց Հիսուս դառնալով գսե Մովսես չեր որ մանանա դեղացուց այլ իմ երկրավոր հայրս որ այն օրերուն մանանա դեղացուց որովհետեւ անոնք ուդեն ու գշտանան սակայն գերան գշտացան հաջորդ օրը գրգին անոթեցան մարդկային բնական ֆիզիկական ուդելիքի եւ խմելիքի մասին է խոսքը բայց Հիսուս գագնարգե մնայուն գերագուրի մասին որ գսե ցեզի պիտի դա հավիտենական կյանք որովհետև մարդուս երկրավոր կյանքի ընթացքը ինչ է եթե ոչ բնդրդուկ հավիտենական կյանքի պատրաստություն ինչպես որ այդ մեծահարուստ երդասարտը Մատթեոսի 9-րդ գլխում մեջ մեծահարուստ երդասարտը գլսե Հիսուսի բոլոր խոսքերը որ գարդասանե ապա գտարնագսե վարդապետ ես ալ գուզեմ հավիտենական կյանքը ժառանգել երդասարտին անունը չի դարմեզի ոչ ալ գսե թե ուրգե եկած է միայն գսե ավետարանը որ հարուստ երդասարտ մներ երբ հարուստ էր գնշանակե թե աշխարհիկ նյութի հետ գապ ուներ եւ այս երդասարտին մոդեցման եղանակը Հիսուս շատ կհավնի որովհետեւ գուզե իր այդ հարստության մեջ նաեւ իր հոգևոր կյանքը ջոխացնել եւ հարստացնել գմդածե հոգևոր կյանքի մասին բայց երբ Հիսուս գտպչի անոր հարստության ֆիզիկական հարստության գսե ձախե ինչքերդ եւ հետևե ինձի երդասարտը գայլայլի գշվարի ինչպես գրնա
ինք իր հարստությունը ձախել, բաժնել աղքատներուն եւ աղքատացած վիճակով Հիսուսի հետևիլ։ Դրան բանական բան է այս, բնականաբար ոչ, որովհետև երդասարտը սխալ հասկացավ Քրիստոսին։ Քրիստոս իրեն ասավ քու կյանքիդ ընթացքին ունեցած հարստությունդ, գալվածներդ, բոլոր ստացվածներդ, այսօր նաև մեզի գսե, չգարձեք, որ միան երդասարտին է, այդ բոլոր ունեցածներդ, եթե կյանքիդ նպատակը դարձուցած ես, արդեն հոգիդ կգործընծնես։ Անոնք պետք են, բայց որպես միջոց եւ ոչ թե նպատակ։ Այն անձը, որ այս աշխարհի վրա դրամը, նյութը, ոսկին, հարստությունը, իր ունեցած ստացվածները նպատակի վերած է, մարդ ըլլալ է գտատրի արդեն։ Գնամանի այն գենթանին, որ իր բնաստին համացայն կգործե։ Ինչ կսե փիլիսոփայությունը, երկու տեսակ մարդիկ կան աշխարհի վրա։ Մարդիկ կան գաբրին, որ ուդեն, սակայն մարդիկ ալ կան, որոնք գուդեն, որ աբրին։ Չենք կրնար առանց նյութի մեր կյանքը շարունակել, մադի հետև բահվդելու խնդիր ալ չկա։ Ոչ ալ չայլամի նմանելով գլուխը ավազին մեջ մխրջելով գարձե, որ իր ամբողջ մարմինը գրնա ծածկել եւ բայել։ Նյութը կարևոր է, բայց նյութը միջոց է ապրելու համար։ Նյութը միջոց է մեր ֆիզիկական կյանքը շարունակելու համար։ Եվ հավասիկ նյութը կյանքի նպատակ վերածած մարդիկ գուքան Հիսուսի կով եւ գսեն վարդապետ մեզի նշանը հրաշքը ցույց դուր, որովհետեւ հավատանք քեզի։ Հիսուս բնականաբար հանդիմանական ոճով գսե կացեք փնդրեցեք մնայունը եւ ոչ թե կնայունը։ Օրինակ կուտա, որ դուք երագրվեցաք լերան վրա 5000-ին մեջ մարսեցիք եւ արդակսեցիք, այսօր գրգին անոտացած ուկակ իմ կովս գերագուր ուզեք, կացեք մնայունը փնդրեցեք։ Ասին ինչ է մնայունը, մնայունը երկինքեն իջած հացն է, որ ես պիտի դամ ցեզի։ Մնայունը այդ սուրբ հաղորդությունն է, որ քիչ ետ պիտի ստանանք Հիսուսի հետ հաղորդակցվելով, Քրիստոսի հետ միություն գազմելով, Քրիստոսի միանալով, Քրիստոսադիպ կյանք ապրելով։ Մնայունը ինչ է այս աշխարհի վրա։ 4 գործոններ կան, որ մեր կյանքի մեջ մնայուն արժեքներ են, որոնց համար մենք պետք է գիշեր ու ցերեկ նախ աղոթենք։ Հիսուսին ճրավ 5000 հոգին գերագրեց, բժշկեց, կարոզեց, խոսեցավ, ապա գնաց աղոթելու։ Ինչպես որ Սաղմոս 2-ն մեզի գտելատրե, գսե գիշերը նախքան անգողին մտնելդ աղոթե, լաց, զղջա, օրվա ընթացքին գադարած սխալներդ սրպակրե, որովհետև գրնա ալլալ, որ անգողին մտնես և հաջորդ առավոտ հոնգեչելես, սրպակրե, լաց, զղջա և հետո մդիր անգողին, որ կնշանակե մնայուն արժեքներու մասին է, որ Սաղմոս 2 Դավիթ Հիսուսե դարիներ առաջ ըսած է և կրած է իր Սաղմոսին մեջ։ Մնայուն արժեքը գսկսի հայ ընտանիքեն, այսօր սիրելիներ, հայ ընտանիքը վտանգված է։ Համացայն չգտնվողներ գրնան լալ, բայց իրականություն է։ Մնայուն արժեքի պետք է վերածվի ընտանեկան սրբությունը, մնայուն արժեքի պետք է վերածվի զավակներու դաստիարակությունը,
քրիստոնեական միջավայրի մեջ անոնց դրձվիլը եւ տաստիարակվիլը։ Մնայուն արժեք է եկեղեցին, այսօր եկեղեցին նաեւ վտանգված է, ինչպես կտեսնեք եւ կլսեք, ոչ թե միայն սպյուրքի դարածքին, այլ նաեւ մայր հայրենիքի մեջ։ Մնայուն արժեքին դեր դառնանք։ Մնայուն արժեք է հայրենիքը, այսօր դարագարձություններ կան։ Ամբողջ աշխարհի մեջ Մատթեոսի ավետարանի մեջ գրված հաջախսած եմ 24, 25, 26 գլուխներու մեջ ինչ գսե տակավորություններ իրարու դեմ պիտի ելնեն։ Սով, երկրաշարժ, համաճարակ հիվանդություն, մարդիկ իրարմե պիտի բաժնվին եւ իրարու դեմ պիտի ելնեն։ Այս բոլորը կբադային, անշուշտ որ այո, բայց դակավին ուրիշ բաներ կան արձանագրված, որոնք պիտի բադային գրնակ ավետարանը գարտալ եւ ոնգե քաղաքար առնել եւ չսել թե մենք անագնգալի եկանք այս բադուհասին եւ այս դժվարության դիմաց։ Մնայուն արժեք է մարդկային արժանապատվությունը, որ չորրորդն է եւ գլխավորակույնն է։ Եթե յուրաքանչյուրս մեր արժանապատվության հայրենիքին, եկեղեցին, ընտանիքին դեր կանգնենք, կնշանակե թե նաեւ մենք նպաստած կլանք մեր հոգիի փրկության եւ մնայուն արժեքներու զարթված եւ Հիսուսի մարմինը, որ մնայուն արժեք է մեր մեջ այն ադեն գարժևորվի եւ գիմաստավորվի։ Չեն գլար այն մարդոց պես որ սենք, ով դեր հրաշք մը գադարե, որ ես քեզի հավատամ։ Ամեն օր հրաշք դեղի գունենա արդեն։ Կարևորը աչքերնից ոչ թե ֆիզիկական աչքի, հոգևոր աչքի մասին է խոսքը բանանք եւ շրջահայաց լանք եւ մեր կյանքը ըստ այնմ ապրենք։ Թող Տերը օրհնե ձեզ հիմա, Ավիդյանս, Ավիդենից, ամեն։